Դե տարածումա Գարիկ Մարտիրոսյանի վրա, ինչա չունես այդ միլիոնները, դե պետք է ասեք մեր ընկերներն են, այսինքն Արցախ ծախողները, հանձնողները ձեր ընկերներն են, այսինքն ասեղի վրա, բանը հաշիշի ու խաղատան վրա, խաղամոլության վրա նստածող այս շները քո ընկերներն են Գարիկ Մարտիրոսյան։ Որտեղ դուք հայ տղերք եք, ցավ եք ապրում, Արցախը հայրենիքը ձեր ընկերներին տանում եք, Արցախն եք ցույց տալիս, հպարտանում եք ինչ ունեք, հա այս բանը, դե Թաթա Սիմոնյանի հետ կապված ամեն ինչ բան ա, տենց էլ չհասկացանք, մեռան մնացին, ինչ արեցին, երջանկացան այդ իրանց ուրախ ու զվարթ բան միջավայրը։ Եվ նաև նորից ուզում եմ Չէ, ուղղակի լավ իմանան, որ Նիկոլի օլիգարխները ինչ միլիարդների մեջ են եւ նախկին գործարարների մեծահարուստների նման չէին, որ Արցախ ծախելու հաշվին, երիտասարդությանը ասեղների վրա նստածնելու հաշվին, տնական դանելու հաշվին, Արցախում բան գերի մեր ռազմաքաղաքական էլիտային գերի տալու հաշվին, Սյունիքի բարձունքների վրա թուրքերին նստածնելու հաշվին, Տավուշից տարածքներ տալու հաշվին, Գարիկ լավ ես լսում Մարտիրոսյան, լավ լսի, Գեղարքունիքից տարածքներ տալու հաշվին, թե չեն ես դուք այնպես ձևերը շուստրի տղերք եք, էլի ձևերը գիտեք, բան կանեք, կպտտաստեք, դե մենք ընկերներ ենք, ընկերական, այնտեղ մի հատ է ինչ սակո էր Են ես բանեն Քրդստանից եկածը որ կոմիտասի Ռազմիկամյանն էլ Արցախցի Ռազմիկամյանն էլ ինչ բա Ռազմիկամյանը ինչը փողի մունա Դու ինչ պակաս Գարիկ ես որ Ռազմիկամյան իհարկե ես հիմա նորից ուզում եմ ասել դուք պատկերացնում եք նախկին իշխանության ժամանակ համալիրի ամբողջ պարտերը ամեն ինչը քանդեին սեղաններ դնեին եւ ոմն մի մեծահարուստ տասնյակ միլիոնների դոլարներ ծախսեր համալիրում իր երեխայի հարսանիքը անելու համար չզարմանաք որ վաղը մենք կտեսնենք Նիկոլին սերտաճած որևէ օլիգարխի երեխայի ատամնահատիկը օպերայում չտեսնեք չզարմանաք կամ ինչ որ մի հատ նորաթուխ օլիգարխի մաման կամ պապան մեռնի կբերեն երևի այլևս կտանեն այ ծիծեռնակաբերդվելուց ես խոսում այ բոշա որ կրթվելուց ես խոսում բայց այդ քո միջավայրում ասա որ գիտեք ինչքան տգետ ինչ մեծ տգիտություն է պլյուս ինչ մեծ անբարոյականություն է երբ որ ցեղասպանությունից նոր մազապուր ցեղած Արցախի ժողովուրդը տեղահան եղած հա Արցախի ժողովուրդը եկել այստեղ անտուն անտեղ նստած է ինչ տգիտություն է ինչ անբարոյականություն է չտեսություն է գեր շքեղ հարսանիքաներ աղքատ երկրում անա լավ լսի ինչ գեղցիություն է այդ քո միջավայրն է բա գնա կրթի այս աղքատ երկրում հա այս չքավորության մեջ աղքատությունը չգիտեմ ինչ եզրի ինչ սահմանագծի հասած արտաքին պարտքը չգիտես ինչի հասած թանկացումները կրկրակի 500,000 թոշակառուն սովի մատնած աննա ինչ գեղցիություն ինչ տգիտություն ինչ տխմարություն եւ ինչ անբարոյականություն է նման գեր շքեղ հարսանիք անելը թե չգիտեմ բանեք իմիջիայլոց ասում են դժվար է պատկերացնել Հայաստանում մի նորաթուխ օլիգարխ մեծահարուստ որի հետ դու անձամբ բաժին չունենաս դա սուպեր բանը ինչեր են սուպերմարկետինգներ կլինեն ուտուտ չգիտեմ ռեստորաններ կլինեն ծաղկաձորի հյուրանոցներ կլինեն ադամանդի գործարան կլինի պանձամոլիբդենի այդ բաների տեղափոխման ավտոմեքենաներ կլինեն զենք կլինի ուրիշ թանկարժեք բաների անհնար է հանքային ջրերի ինչ որ գործարաններ կլինեն հեկեր կլինեն անհնար է ասում են պատկերացնեն առանց քեզ այնպես որ տիկին որ ասում ես բոշանել եք դուք տգետնել ես դու քո միջավայրով տխմարնել ես դու էլ ինչ ասել հիմա ես շարունակեմ այդ ամեն ինչով դու ես քո միջավայրը եւ եթե կրթելուց ես խոսում գնա կրթի ու ասա անբարոյականներ աղքատ նման աղքատ երկրում որտեղ 500,000 սովի մատնված թոշակառուներ կան եթե հարազատներ չունեն իրականում իրենց ստացած թոշակը շնորհիվ սովի մատնված լինել սովի մատնված երկրում այդպես գեր շքեղ մի 15-20 միլիոն դոլար արժողությամբ հարսանիք նշելը անբարոյականություն է լավ լսեցիր բոշա դե հիմա գնա քո տգետ ու տխմար